Իսկ դուք ունեցել եք ինչ-որ հատուկ համազգեստ շնչառական, թե չէ։ Ես այդ պահին համազգեստով չեմ մտել։ Հատուկ համազգեստով։ Կհիշեք տեղակայությունները Չէ։ ներսիրան չեմ։ Ես մի հատ բան կարող նա դեր տենց բանից ինչ մնացել է։ Համազգեստով Հայկն եւ Վարդան Հայկ եւ Հովհաննիսյան Լևոնին իրանք համազգեստով են հատուկ։ Արդեն որ եկան ստերով որ պետք է մտածվի, այդ ժամանակ ես իրանց հետ հանինք 2 զինվորի իմ ընտանեկել է այդպես սարսափելի բաներ ասաց, ոտս այդտեղ չեմ վառած ատակ երկի ջարդված չեմ բրասեմ։ Այդպես ոտս դեռ չէ փոլ, sense ու անշարժած է, ոտս չկարողացի։ Այդպես այդտեղն էլի շատ է սարսափացի, շատ ծանր բան զինվորների հետ այդտեղ չի կարող։ Հետո նրանց եղավ որ ինձ տղաներն ուշտվեցին անշարժած էր, որ չի կարող անել, դարը չի կարող։ Մի խոսքով վատ եք ձեզ զգացել, անեցին ինձ ասեցին, ինձ անեցին, ես շատ ես այդպես բան, այդպես դեպի մոտ չէին եմ տեսել, չի եղել այդպես բան։ Շատ բարի, այն մի բան ասել լավ, երևի թե բան։ Նախկինում որ քննչի մոտ արձակնվել եք, էլի հստակ հիշել ու վերակադրել եք, ասեք քննչի մոտ ինչ հասել եք, մի քիչ կներեք, վերավարական թող չէ, բայց ֆանտազիայի եւ այդպես բանից չէ, իրականություն չէ, ես այդ ժամանակ ինչ ասել եմ, այդպես, ինչ ցույցմունք տվել եմ քննչի մոտ, այդպես։ Տվել եմ ցույցմունք տվել եմ։ Մնացած մանրամասների մեջ չեք։ Չէ, хорошо։ Իսկ ով է ղեկավարում աշխատանքները, դա այն ասեք որ Արդեն Սերժ պրոգրամ ջոկատի հրամանատար քաղաքից։ Իսկ եղել է որ ինչ-որ զինծառայողներ, մասնավորապես Բարձրաստիճան զինծառայողներ, ձեզ շրջների կամ հենց անմիջապես ձեզ հրամաններ եւ հրամաններ տան ինչ-որ գործողություն վերաբերել։ Անձամբ այդտեղ այդպես rank զինվորականները չտավեցել կամ չասեցել, բայց ընդհանուր մասան շատ մեծ մասա էր։ Չէ, չեմ ասում։ Մեկը գա ունենք լեհրան ուսանիները։ Չէ։ Ձեզ ասի դուք գնացեք այս արեք են արեք։ Ոչ։ Իսկ ուրիշ շրջեջ եղել է որ ասեն։ Չեմ տեսել։ Չեմ կարող։ Չեմ տեսել այս։ Այդ դիագնոզի դուրս բերում է իրականացվել, կարողա օրվական աշխատանքների ընթացքում այդ որոշումով է կայացել։ Այսինքն այլ։ Դիագնոզի դուրս բերում է որոշումը, որ ինչ-որ մեկը որոշել է, չէ՞ ասում դիագնոզը դուրս է բերում։ Մի հատ ես կտրվածքով ասեմ, հետո նախ Փրկարարի պարտականությունը մարդկային կյանք, գույք եւ մտական արժեք փրկել, ընդհանրապես մեր առաքելությունը, մեր պարտականությունը։ Այդ բարագայում, իսկ երկրորդ հրամանատարն հրաման տվել որ պետք է այսինքն մենք ասենք դիակի բան չեք գնահատել ու որ նայ ես դեմից սկզբից այդ պատից որ 1-2 կամ 3-րդ որ տղաներին հանինք եւ դիանվեին որ առաջ եթային այդտեղ բաներ էլ հող էր որպես է թողել այդ մեր գյուղերի տները այն ժամանակվա տները սա հողապատ հողով տներ են ծածկը գերաներով փայտերով վեվրենով սալոնով ծրուտից կերի տանիքներ են այսինքն այդ օրը վերևից այլ թաֆեին կարծիքով բայց որ պատեր կարփնված պատներ էր փայված էր ինչ օրեր երևի երկու օրեր բայց վերևը պատեր փայված էր հիշեք այն մանրամասները դեպի զորի մահատեղից ինչ որ այլ մանրամասներ հիշում եք ո՞վ Արդեն ես կարջոկատ իրավունատար հա, կարապետ Մխիտար Կարապետյան, այսօր որ եկել եք արտարած ուսմունք կանում, Մխիտար Կարապետյան հետ ինչ եք տար։ Այդ անգստան եմ ազում ոչ մի անգստի Չէ հետաքրքիր, ձեզ չի հետաքրքիր, իրով եմ ասում։ Ձեզ չի հետաքրքիր, ինչ է դա, ոնց է, ինչ կարելի է։ Դե նենցա որ այսօր համացանց են պարզ բլիկ ամեն տեղ է սաղին կարան նայեն, ուսում ասին է, որ սակից ասեն չեմ տեսել, տեղակ չեմ, բայց հաստատ կանգրեց ես իրատ չեմ հենարկել։
Բայց բանը անխանտել։ Ախր եթե ձեզ թվում է դուք դրանով ինչ-որ վստահություն եք ներշնչում, ճիշտ պատկերակ է, ես իրոք ապշում եմ, որ քննարկել։ Ո՞նց կարող է պատահել քննարկել։ Հա, այսօր կան ասող, ստերի կան ասող, թե вообще, հա, Հա, այդ դեպքի մասին ինչ եք քննարկել։ Դեպքի մասին քննարկել եք։ Եք քննարկել որ ոնց եղավ, ինչ եղավ, ինչից եղավ, ինչից եղավ։ Ոնց եղավ։ Այդ քննարկած ասեք դարձան։ Ձեր անմիջական պետք է ինչ քննարկել եք։ Հիմա խնդրեմ, որը վերաբերել է այս գործին, նա ասեք մենք էլ իմանանք դուք ձեր պետք ինչ եք քննարկել։ Դե մի ասենք, որ ես բաժանում ոնց եղավ, ինչ եղավ։ Ասենք քննարկել ենք զուտ ծառայական մարտական գործողությունից հետո մենք ցանկացած դեպքի հետո գալիս ենք նորից բան ենք անում։ Դիտողություն ունենք իրականորեն ծառայություն, հա, քննարկում, բայց ինձ չեմ կարող ասել, ինչի մասին, ինչ մտածել։ Ծառայություն ասենք մի րոպե իշխում եմ մտցել։ Դուք դատարան մասնիսի աշխատավայր մոդիկացի եւ ասել եք, որ չեք ցանկանում գալ, չէ՞, ցույց տալու, չէ՞։ Ու ներկայաց այլ ինչ-որ հրապարակվեց դիստի կապիտալի կողմից, ներկայացրիք նաեւ հաստատվեց, ճիշտ է։ Ոնց է լավուրից եկա ցույց տալու։ Ինչ անել։ Ինչ բանում չի։ Հիմա չկա։ Բաշորը գալու, չեք գալու չգալու, ուղղակի գիտենք, որ չեք գալու։ Դա կոնկրետ ինձ ես ճիշտից արդյունություն, ես առաջ ես իմացա, որ գալիս ինչև է, ինձ տեղեկացրել էի, որ կան ներկայացել, ես հաստատում կա ներկայացել, ասնավ որ ես հոգեբանական առումով ընկճված եմ, ուսումնացել եւ այլն չեմ ցանկանում։ Բայց այսօր չէ, այս աշխատավայրում Սևանում իմացա, որ ներկայացել եմ։ Որևէ մեկը ձեզ ասեց գնացեք, թե կամավոր որոշեցիք եկա։ Պատվաժան դատարան, ես ուղղակի վիճակն եմ ես ներկայացել, բայց ես չեմ զլացել չգալու կամ ես ուղղակի վիճակն եմ, իրավիճակն եմ ես ներկայացել, բայց չգալու ինչ տարբերակ ասեմ, ուղղակի իրավիճակն եմ ես ներկայացել։ Իսկ որ եկա, այն որ իր ծառայությունից ընկերներ են այս դատարանում ուսում են տվել։ Չպարվեցին ձեզ դատարանում ինչա դատարանում ինչ ուսում են տալիս, ինչ պետք է ասենք կամ ոնց պետք է պատասխանենք արածին կամ ինչ ասենք, Պատվաժան դատարան, ես հասում արդեն 47 տարեկան տղա եմ, ես ինձ ով ինչ ուղորդ է, ես իմացածն եմ փսում, ինձ ինչ ուղորդ է, ես մեծ մարդ եմ, ես ծնողներում նայես չես գիտե, ես ինչ եմ ինչ ասել, որ ինձ ինչ ասա, ոչ չեմ գալիս ինչ ասել, Շարունակի, մեծ մարդ է հարցի, ես Ահա դուք քան տարվա աշխատանք եք ասյոտ, 17 տարի շեջ ծառայություն եք աշխատում։ Զուտ բարեկամաբար եմ ես ձեզ ասում, ձեր կողմից ներկայացված տեղեկանքը չի խոսում։ Ձեր օգտին չի են նաև են ավելի, ձեր աշխատանքի բնույթը նա է, որ դուք աստված մի արած կարող եք ամենով առնչվեք, նմանատիպ, ասենք ցավալի ողբերգական դեպքերի, հետևաբար ասենք առաջի հարցը, որ առաջանում է, եթե դուք պատրաստ չեք նման ասենք աշխատում, ոնց եք աշխատում, բայց դրան թողնենք, այդ 17 տարվա աշխատանքային ստաժից ելնելով Պարոն Նարդի, ես կխնդրեմ, որ դուք ներկայացնեք Մխիթար Կարապետյանի կողմից ձեզ զոհված ինձնավորների գերը դուրս բերելու այդ հրաման տալու պահը, կանչեց ինչ ասեք, ասեց դու դուրս բերեք, ոնց է եղավ այդ հրամանը, ով կրեց, ոնց կայացվեց այդ հրամանը, ոնց որոշվեց այդ հրամանը։ Դե որոշվեց, որ օրինապետական աշխատանքի իրան ըստ նախնականով ասել են, որ 15 զինվոր կա։ Ով ասել։ Հրամանատարին, հայտի արդեն ես չեմ հրամանատարին ով ասել, որ 15 զինվոր։ Իսկ հրամանատարը հրաման տվեց, ասեց հանեք։ Ասեց պետք է որ նախնական աշխատանքն են, տղաներին հանենք, տեսնենք, որը 15 զինվոր կա։ Իսկ Մխիթար Կարապետյանին ով էր հրաման տվել։ Հայտի չեմ իմանալ։ Բայց տվել են այդպես հրաման, թե ինքնին էր որոշում դրան։ Բայց տվյալ այրում ընդհանրապես, երկի ցանկացած ընդհանրապես ծառայության ժամանակ տվյալ հայտարարման ղեկավարը ինքն որոշում։ Դուք այդ զինվորական կացարան մտել եք այդ բանը ժամանակ։ Այս ու բանը, այս Google-ը փոխել մտել է։ Այդ տանիքները բոլորը քանդված էին, թե քանդված էր։
հալված։ Որ Իրաներան ասենք շուրերի կացում չէ։ զինվորների կացարանի են սենյակը, իսկ մնացած սենյակները Մնացածները չեն։ Ես ոչ զինանոցն եմ, կարող չեմ, ոչ զինանոցն եմ, ոչ էլ սկզբի մասանի բարարանություն եմ։ Չեմ, դա չեմ։ դուք ինչ եք արել։ Ջերից է տեղես, որ այդտեղից ես որ տենց շատ ծանր պարա, երկու զինվորի անջատանալ, ես որ սենց որ սեղենացի բանի մեջ եմ, զինվորներ ես սենց սրսպացել, ես տեղ այդեցա, ինձ հազիվ հանեցին, ինձ ոչ չի բաներ համել, երիր եմ, ես իլ արդեն, երիր եմ դուրս։ Շատ է, դուք պնդում եք, որ Մխիթար Կարապետյանի հրամանով ազողված են ծառայողները երեք դուրս բերել։ Հրամանատարն ինքն էլ Կանոնն կանոնը կարևոր բան չուզենակ հայտնել։ Չէ, չկա, Հայաստանի որի չկա, Արտաշան դատարանով, պատվաշաններ։ Ավարտենք ու կայացան, ազատ եք արգին։ Շարվարդյան։ Ո՞ւմ է չէ։ Ասես,